Կարճ, եթե թույլ տաք կարող ենք ամփոփել եւ եթե քննարկում կունենանք նաեւ օֆլայն, կարող ենք նաեւ փոքրիկ քննարկում ունենալ օֆլայն, որպեսզի մեր մոտակա անելիքները պատկերացնենք, չբացելով քարտերը այն մարդկանց, ովքեր իրոք ուզում են ուղակի վերցնել երևանցիներից այս այգին, թենիսի կորտերը վերցնեն, մի խոսքով վատ բաներ անեն երևանցիների հանդեպ եւ սկսել են արդեն անել, այո, ինչպես պարոն Մնացականն ասեց, չգալով, չներկայանալով այստեղ, որպեսզի իրենց տեսակետը ասեն։ Չէ՞ որ ի վերջո մենք այստեղ չենք հավաքվել մենք մեզ համար։ Մենք հավաքվել ենք բոլոր ամբողջ Երևանին ներկայացնելու, հասկանալու, պատկերացնելու, թե ոնց է դա լինելու, մեր արգումենտները ներկայացնելու, ինչու ենք դեմ եւ նաեւ կուզենայինք լսել այն արգումենտացիան, թե ինչու են կողմ իրենք։ Իրոք հետաքրքիր է, որովհետեւ ես չեմ գտնում ոչ մի արգումենտ, որը կողմ է խոսում այս նախագծին։ Իրապես չկա ոչ մի արգումենտ։ Համենայն դեպս ամփոփելով պետք է հասկանանք, որ Փառք Աստծուն, որ այսքան մարդ հավաքվել է, մի 90%-ով բոլորը համամիտ են, համակարծիք են տարբեր, հա, այդ սիտուացիաներին եւ կոնկրետ այս մեկի, ուզում եմ ասել, որ տեսնում եք, պարոն Մուշարյան, դուք ասում եք, ես միայն թենիսի կորտերի համար եմ այստեղ, շատ լավ է, ողջունելի է, բայց ես միայն օրինակ թենիսի կորտերի համար չեմ այստեղ։ Ինձ նաեւ եթե թենիսի կորտերը ասում են, դե լավ, մնում է, բայց կողքը ամբողջը բետոնապատում ենք, դուք փաստորեն կասեք, դե թենիսի կորտերը մնացել, ես գնացի, դուք տեսեք այդ բետոնի հետ ինչ եք անում։ Չէ, ես ուզում եմ ասել, այսինքն երբեք չի կարելի կետային նայել, պետք է համալիր նայել։ Եթե թենիսի կորտերը մնում են, բայց կողքը ամբողջը բետոնապատում են, հիմա ես լինեի իրենց տեղը, կնայի ես, եթե կասեի, ըհը, եկեք թենիսի կորտերը թողենք, աղագին մարդ արանքից դուրս կգա, այն քիչ մարդն տա կմնալու, իրանք էլ բետոնի դեմ են պայքարել, այդ բետոնը կգնա, կլցնեն կգնա։ Այսինքն պետք է հստակ ֆիքսենք, որ այստեղ դեմ ենք եւ թենիսի կորտերը տեղափոխելուն, դեմ ենք եւ բետոնապատելուն եւ կանաչ տարածքները խլելուն։ Սա մի խնդիր է, չի կարող դա տարանջատվել, սա մի խնդիր է եւ պայքարը պետք է մղել տարբեր ուղղություններով եւ օրենսդրական, ինչպես ասեցիք, եւ ֆիզիկական։ Մենք այդ փորձը ունենք այդ նախորդ իշխանությունների հետ, երբ որ օրենսդրականները սպառվում են, մենք գնում ենք ֆիզիկական ենք պայքարում։ Հիմա այս իշխանությունները այս գործելավոճով ոչ մի բանով չեն տարբերում։ Ուրեմն պետք է մեր հին մեթոդները, մեր հին սունդուկներից հանենք, հա, դնենք նորից մեր սեղանին եւ ամեն կերպով պայքարենք, եւ օրենսդրական, եւ ֆիզիկապես։ Հիմա ասում եք ոնց պետքա պայքարենք, այո, հիմա չկա ինչ օրենսդրական պայքարելու բան, ոչ նախագիծը կա, ոչ որոշումը կա, ոչ մի բան չկա։ Իսկ մենք չգիտենք, այսինքն իրենք ինչ են անելու, մի հատ խայտարակ էսքիզ են ներկայացել, որով այո, կարող ենք իրենց մտադրությունների մասին, այսինքն իրենց ոնց ասեմ, ճաշակի ասեմ, մտահորիզոնի ասեմ, թե ինչ ոնց ասեմ, էլի, աշխարհայացքի ասեմ, հա, այս կարող ենք պատկերացնել, հասկանում ենք, որ լավը չի։ Եվ հասկանում ենք, որ դրա դեմը պետք է առնել, բայց երբ որ արդեն կոնկրետ կլինեն փաստաթղթեր եւ այլն, այդ ուղղությամբ կաշխատենք եւ նաեւ ուզում եմ ես հանրությանը քանի եթերում ենք եւ եթե թույլ տաք բոլորիս անունից, ասեմ սա, որ այստեղ հավաքված մարդիկ առնված եւ ում իրենք ներկայացնում են, ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա։ Այսինքն խոսքը նաեւ ֆիզիկական պայքարի մասին է։ Ես դες վստահեցնում եմ, եթե իրենք ուզենան անգամ այդ իրենց այդ հաստատղթերը, չգիտեմ ինչ են անելու, այնտեղ հա, այդ սաղ անեն, եթե իմանան այսքան այս դահլիճում բացի քաղաքապետարանի աշխատակիցներից, հա, այս դահլիճում գտնվող մարդիկ այսքանով գնալու են նստեն այնտեղ ու չթողնեն, որ տեխնիկան աշխատի, իրենք դա չեն անելու։ Եվ դա պետք է հիմա իրանց ասել, որ իրենք չսկսեն այս process-ները։ Իրանք պետք է հասկանան, որ այս մարդիկ, ովքեր այստեղ գտնվում են, գնալու են, նստելու են այնտեղ ֆիզիկապես։ Եվ չեն թողնելու, որ այդ տեխնիկան այդտեղ աշխատի։ Նրա համար չէ, որ չենք սիրում այդ տեխնիկայի աշխատացողներին, այլ նրա համար, որպեսզի այն ամեն ինչը, որը պատկանում է այսօր երևանցիներին, սպորտսմեններին եւ նաեւ հարակից տարածքները, դա պետք է մնա երևանցուն։ Այդ պակասը նельзя менять шило на мыло։ Այսինքն, եթե դուք այդքան գումար ունեք, շատ ճիշտ ներկայացվեց, պետական միջոցների մասն է, պատկերացնում եք իրացման համար ինչ գումարներ են ծախսվել, այսինքն օտարման համար այդ ամեն ինչը, չէ՞, եթե հանրային գերական շահայտ արել։ Ահա որ մեծ գումարների եւ դա տալիս է պետությունը, կներեք ինչի համար տալիս է պետությունը, որ այնուհետև տա ինչ-որ մի մասնավորի, որը չգիտեմ ինչ այնտեղ կառուցի, այդ տալիս եք։ Մի անգամից եկեք մեր ուզած ու մեր պատկերացրած
պարկը սարքենք իրա թենիսի կորտերով։ Չէ, պետությունը փող ծախսում է, պարոն Մուշեղյան, դուք սիստեմը ախր կամ չեք պատկերացնում, կամ չգիտեք ոնց է լինել։ Չեք պատկերացնում։ Չէ, դե չեք պատկերացնում, չէ, բական պատկերացնում եք։ Պետությունը օտարմանում է գումը միլիոններ է ծախսելու։ Այդ միլիոնները դուք լսել եք երբևիցե այդպիսի հայտարարություն։ Ես այդ հարցը ուղիղ տվել եմ, քաղաքի միջոցով է արվելու, այո։ Երբևիցե, իհարկե չքննարկենք, մենք համենայն դեպս այդպիսի հայտարարություն չենք լսել ենք հակառակ հայտարարությունը, եւ սա ինձ համար շատ տարօրինակ է հնչում, որ հերիք չի ինչ-որ մասնավոր իր անհատական ինչ-որ սեփական շահի համար բերում այդտեղ անհասկանալի բաներ է կառուցում, հələ մի հատ է պետությունը օտարում է անում, այսինքն այդ գումարները ուզում է տալ։ Դա խայտարակություն է, սա անլսելի խայտարակություն է, դրա համար եկեք ֆիքսենք այսքանը, որ այստեղ գտնվող մարդիկ, որոնք ներկայացնում են բազմաթիվ մարդկանց, իդեմս ընտրողների, իդեմս ՀԿ-ի շուրջ հավաքված մարդկանց, իդեմս իրենց կուսակցությունների շուրջ հավաքված մարդկանց, ուղղակի անհատներ, ակտիվ սպորտսմեններ, մի խոսքով սա մեծ հանրություն է, սա երևանցիներ են, որոնք ուղղակի չեն ուզում իրենց ունեցվածքը, ինչ որ իրենք ունեն, ընդ որում նոր չունեն, այս 10 տարին չունեն, 20 տարի չունեն, տասնյակ տարիներ ունեն, ուղղակի մի ինչ որ ձեռքի հպումով կորցնեն, այն էլ ոչ շահավետ եւ անհասկանալի պայմաններով։ Եվ ասենք, որ մենք պայքարելու ենք, թող իմանան այն մարդիկ, ովքեր ուզում են այս խայտարակությունը իրագործեն, որ դա իրենց չի հաջողվելու։ Շատ մեծ նաև օֆլայն էլ քննարկում ունենալ, մի փոքր եթե դեմ չեք։